Պարոն Կարապետյան, հայտարարել եք, որ ընդդիմությունը միասնական մարմին ձևավորելու մտադրություն ունի, երբ այդ մարմնի գործունեությունը կմեկնարկվի։ Դե բայց դուք տեսաք, արդեն հիմնական ուժերով մենք հայտարարությունը արեցինք։ Դրանից հետո հեսա կլինեն այլ ուժերի արձագանքներ, արդեն ունենք արձագանքներ, երբ կհամարենք արդեն հարմար, դա կձևավորվի։ Հանդիպում ունեցել եք ձեր այն անդամների հետ, ովքեր ազգային ժողովում պետք է աշխատեն եւ ինչ ռազմավարությամբ։ Հանդիպում ունեցել եմ։ Հունիսի 18-ին ձեր վերջին հարցազրույցի ժամանակ ասել եք հայտարարել եք այս համախմբված ընդդիմության մասին ու կոնկրետ, որ պետք է համակարգող խորհուրդ ստեղծեք, ուղիղ եթերներով ժողովրդի հետ այսպես կապի մեջ դուրս գաք եւ այլն, բայց այս քայլերից կարծես թե դեռ ոչ ոք չի իրականացվել։ Ուզում եմ հասկանալ, ինչա նախատեսում անել, ինչու պետք է արժեն։ Այդպես չի, մենք քայլ հիմա արեցինք 5 ամենանդիմադիր ուժերով հայտարարությունը, դրանից հետո հաջորդ քայլերը կլինեն։ Ես ձեզ ասել եմ, մենք հերթով քայլ գնալու ենք առաջ, դրա համար էլ ընտրեցինք ազգային ժողովը։ Ընտրեցիք արժեն կներեք, խնդրում եմ ավելի պարզաբանել ու ինձ հետաքրքրում է նաև արդյոք մանդատներ վերցնելով դուք իշխանության լեգիտիմությունը չեք ճանաչում։ Բացարձակ։ Կամության արդյունքները չեք ճանաչում։ Իշխանությունն էլ չուզեց իր լեգիտիմությունը ճանաչել։ Ես արել էի կոնկրետ առաջարկություն։ Գնանք, օգնենք ձեզ, եթե իրոք հաղթել եք կամ հաղթում եք, գնանք, ընտրվեք ճիշտ ձևով, օրինական ձևով, մենք էլ ձեր լեգիտիմությունը կճանաչենք։ Իրենք այլ ճանապարհ ընտրեցին։ Այդ դեպքում եթե դուք մինչև մանդատներ վերցնելու որոշումը ձեր ընտրողների հետ շփումներ են ունեցել ձեր թիմակիցները, որքանով ազդակը ընտրողներից եղավ, հա, վերցնել մանդատները։ Ազդակը իհարկե ընտրողներից նույնպես եղավ, բայց գլխավորը դա այն հաշվարկներն էր, որը ցույց տվեց ամենակարճ ճանապարհը Փաշինյանին հեռացնելու համար։ Պարոն դուք նախընտրական շրջանում նաև քննադատություններն են շատ, որ վերցրեցիք համաձայնեցիք մանդատներ վերցնել։ Դա ուղղորդված քննադատություններ են, մենք դրան բացարձակ նշանակություն չենք տալիս, քանի որ հենց առաջի օրից Փաշինյանը, նրան աջակցողները սկսեցին այդ թեման շրջանառության մեջ դնել, իրենց թվում էր մենք իրենց պրովոկացիաներին կուլ կգնանք, բայց իրենց չհաջողվեց իրենց։ Կարապետյան, դուք ընտրական շրջանում ակտիվ հանդիպում եք ֆերմերների, յուղացիների հետ եւ նրանց խնդիրները հենց առաջին աղբյուրից լսում եք։ Այս փուլում էլ շարունակելու եք իրենց հետ ակտիվ հանդիպումները եւ իրենց խնդիրները վերհանել հենց ազգային ժողովում ու լուծումներ գտնել։ Ոչ միայն ազգային ժողովում, դուք գիտեք, հիմա մեր ֆերմերները, գյուղացիները, բիզնեսմենները շատ մեծ խնդիրներ ունեն։ Մենք ամեն օր ենք դա թմկարելու, առավել եւս ազգային ժողովում ու ամեն ինչ անելու ենք, որ մեր մոտեցումներով ինչ որ լուծումներ ունենանք։ Իքում գյուղացիները ճանապարհը փակել էին, կարկուտից վնասված փոխհատուցում էին պահանջում նաեւ այս շրջանում։ Ճիշտն ասած, ես ուշադիր չեմ եղել, չգիտեմ ինչ ասեմ։ Կարապետյան, դուք ասում եք մի անգամ է լինելու հա իշխանափոխությունը եւ վերջնական։ Խնդրում եմ կոնկրետ ասեք, երբ է նախատեսում, երբ է պլանավորում, դա լինելու է փողոցային պայքար, հանրավակ, ինչ է լինելու։ Մի քիչ ավելի մանրամասն կներկայացնեք դիտողներին։ Դրա համար մի քանի տրիգերներ են պետք։ Մենք ուշադիր ենք լինելու, այդ տրիգերների առկայության դեպքում կլինի թե փողոցային պայքար, թե ազգային ժողովում պայքար, ամեն ինչ միասին պետք է լինի։ Պարոն Կարապետյան, նախորդ Քոչարյանը հայտարարում եք կներեք, եւ դուք եւ պարոն Քոչարյանը հայտարարում են, որ փողոցային, այսինքն միջև այսպես մանդատները վերցնելը, ասում եք, որ պետք է փողոց դուրս գաք եւ այլն, բայց այսպես ստացվեց, որ մանդատները վերցրիք։ Այսպես սրանից կարող ենք ենթադրել, որ մանդատները վերցնելով մենք, այսինքն դուք ի սկզբանե գիտակցում եք, որ չունենք այդքան ռեսուրս, որպեսզի հարցը ձեր վերջնանպատակին հասնեք փողոցում, այդ պատճառով դուք մանդատներ վերցրիք։ Նայեք, քանի որ մենք գնում ենք օրինական ճանապարհով իշխանափոխության, հիմա դուք կարող եք չկասկածել ձեր մտածած ձևով ամեն ինչ կարելի է անել, բայց դրանով ցնցումների կբերենք երկիրը։ Դրա համար գնում ենք օրինական ճանապարհով իշխանափոխության, կգա օրը մենք բոլորս
հիացմունքով ականատես Պարոն այդ ճանապարհով գնում եք Փաշինյանը կարծես իրավական գործիքակազմն է կիրառվում, մտավախություն չունեք, ընդդիմության լիդերներին կալանավորում է, անդամներին կալանավորում է եւ բնում խեղդի էլի այդ պայքարը։ Ոչ մի բան ինքը բնում չի կարող խեղդել, որովհետև դուք տեսաք, որ ընդամենը Փաշինյանը հավաքեց բոլոր կեղծարարություններով, բոլոր ռեպրեսիաներով, բռնություններով չկարողացավ հավաքել այն տոկոսը, որը իրեն կդարձնի լեգիտիմ իշխանություն։ Ինչով է ոչ լեգիտիմ ներողություն 720,000-ից ավել ձայն է ստացել, ինչով է ոչ լեգիտիմ իշխանությունը։ Եթե դուք համարում եք լեգիտիմ, եթե Կուսակցությունները թոս փչեցին, որ ինքը դառնա վարչապետ, ուրեմն դա լեգիտիմ։ Ազգային ժողովում ո՞րն է լինելու ձեր առաջին օրենսդրական նախաձեռնությունը, պարոն Կարապետյան։ Գիտենք ինչ կան ընտրել։ Որը կգա կտեսնենք ինչ կան։ Ո՞րն է լինելու ձեր առաջին նախաձեռնությունը։ Փաշինյանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինչ որ բան հայտարարել է, հետո Ո՞րն է լինելու ձեր առաջին նախաձեռնությունը ազգային ժողովում, պարոն Կարապետյան, քաղաքական։ մենք այդ կանոններով չենք ուզում, մենք ուզում ենք բացարձակ հաղթանակ։ Պարոն Կարապետյան, Գյումրիի հետ կապված, եթե ժամանակավոր պաշտոնակատարը մանդատը վերցի, արդյոք կոլապշի լինի Նիկոլ Փաշինյանն հայտարարել էր արտահերթ ընտրությունների մասին Գյումրիում։ Դուք մի քիչ շատ եք շտապում, կգա օրը, դուք ամեն ինչ կտեսնեք։ Թիմակիցների նկատմամբ հայտարարում եք, որ ազգային ժողովում ձեր լիազորություններն օգտագործելու եք պետության դեմ, պետության շահի դեմ ուղղված ցանկացած անօրինականությունների դեմ, բայց կարող ենք ենթադրել նաև, որ դուք նաև դեմ Այսինքն, երբ որ օրինակ ինչ որ նախագծեր, օրենքներ, ես այդպես եմ հասկացել, եթե օրենքները պետության շահերին դեմ լինեն, իսկ եթե շահերին դեմ չլինեն, այսինքն իշա Հայաստանի Հանրապետության իշա Հայաստանի Հանրապետության ցանկացած հարց մենք նորմալ նայելու ենք։ Պարոն Կարապետյան, հայտարարել եք, որ Ռուսաստանի Դաշնությանն եք դիմելու սահմանափակումների հետ վերաբերյալ։ Ուր է հասել։ Կներեք ամեն ինչ անելու ենք իշա Հայաստանը եւ հայ ժողովրդին։ Եթե անգամ դա այդ առաջարկը փոփոխությունների նախագծերի հեղինակը լինի իշխանությունը։ Ու ես կասկածում եմ, որ իշխանությունը կունենա այդպիսի առաջարկ, դրա համար տեսնենք։ Իմ հարցին կպատասխանեք, որտեղ է հասել այդ գործընթացը։ Ռուսաստանին պետք է դիմեք սահմանափակումները մեղմելու համար։ Սկսվել են, որտեղ են հասել այդ գործընթացները։ Դա մենք բոլոր անդիմադիր ուժերով միասին ենք դիմելու, դրա համար հենց առաջի հավաքը կլինի, մենք այդ քայլին կգնանք։ Երբ նախատեսում եք առաջին հավաքը ընդդիմության հետ, միասնական հանրահավաք եք ուզում անել։ Հիմա փաստորեն ոչ մեկ փողոց։ Հիմա առաջի քայլը դուք մի քիչ շատ եք այդ փողոցը սիրում։ Օրինակ, ինչի համար եք այդ կան ոգևորվում այդ փողոցով։ Չէ, դուք փաստորեն ընդունել եք ընտրությունների արդյունքները։ Մենք չենք ընդունել ընտրությունների արդյունքները, բայց ընտրությունների արդյունքները չընդունելը միայն փողոցով չի լինում։ Պարոն Կարապետյան, ձեր թիմի Կարապետյանն անձամբ վերցնելու է մանդատը։ Նարեկ Կարապետյանը անձամբ վերցնելու է մանդատը։